Կալեմ ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ արգելի պատգամավորներ, ձեր քննարկման եմ ներկայացնում ոստիկանության մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերը։ Նշեմ, որ դեռևս ոստիկանության բարեփոխումների առաջին փուլով նախատեսվել եւ ստեղծվել էր ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը, որը տեխնիկապես եւ ծրագրային նորագույն լուծումներով ժամանակակից կենտրոն է եւ ապահովում է ոստիկանական արագ արձագանքը քաղաքացիների ահազանգերին։ Այդուհանդերձ ներքին գործերի նախարարության ձևավորմամբ նոր անդրադարձ կատարվեց այս ոլորտին եւ իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկայումս տարբեր արտակարգ իրավիճակների համար գործում են արագ արձագանքման տարբեր հեռախոսահամարներ, որի պայմաններում քաղաքացիները ստիպված են լինում ինքնուրույն կողմնորոշվելու, թե որ դեպքում որ հեռախոսահամարով է անհրաժեշտ ահազանգել։ Մինչդեռ այդպիսի իրավիճակներում պետությունը պարտավոր է ապահովել ահազանգի արդյունավետ սպասարկումը, իսկ քաղաքացին կարող է ճշգրիտ չկողմնորոշվել։ Բացի այդ, իրավախախտումների կանխարգելման, հասարակական անվտանգության ապահովման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին օպերատիվ արձագանքի ապահովման գործընթացում արձանագրվում են կառավարման որոշակի խնդիրներ, որոնք պայմանավորված են տարբեր մարմինների դերերի չկոորդինացված բաշխմամբ, տեղեկատվության ցրվածությամբ եւ օպերատիվ հաղորդակցության անբավարար համակարգերով։ Նշված խնդիրները հանգեցնում են նաև արձագանքման ժամկետների երկարացման, որոշումների ուշացման, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կառավարելիության թուլացմանը։ Ուստի անհրաժեշտ է ձևավորել տարբեր ճգնաժամային իրավիճակներում իրավախախտումների, արտակարգ իրավիճակների, պատահարների եւ այլ դեպքերի համար ահազանգերի եւ դրանց արձագանքման բնակչության համար առավել մատչելի եւ արդյունավետ համակարգ, միաժամանակ ապահովելով արձագանքման ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը, ինչի համար նախատեսվում է բոլոր ահազանգերի համար ստեղծել մեկ միասնական կառավարման կենտրոն, մեկ միասնական հեռախոսահամարով։ Ըստ այդմ առաջարկվում է ներքին գործերի նախարարության կառուցվածքում ստեղծել օպերատիվ կառավարման գրասենյակ, որի հիմնական գործառույթները կհանդիսանան օպերատիվ իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը, ճգնաժամային իրավիճակների կառավարումը, այդ թվում ճգնաժամային հեռախոսազանգերի, ինչպես նաև այլ եղանակներով ստացվող տեղեկությունների ընդունումը, օպերատիվ արձագանքի կազմակերպումը, ինչպես նաև արձագանքող ուժերին անհրաժեշտ կողմնորոշիչ տեղեկությունների տրամադրումը, արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրանց սպառնալիքի դեպքում, ինչպես նաև բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անցկացման ժամանակ տարբեր արձագանքող ուժերի ներգրավման կազմակերպումը, բնակչության ազդարարման ու իրազեկման, ինչպես նաև հանրային միասնական հաղորդակցության ապահովումը, ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ ստացված տեղեկատվության մասնագիտական վերլուծության իրականացումը, որոնք ճգնաժամային կառավարման համար կապահովեն անհրաժեշտ տեղեկատվական բազա եւ կօգտագործվեն հետագա կանխարգելիչ միջոցառումները արդյունավետ կազմակերպելու համար։ Օպերատիվ կառավարման գրասենյակի ստեղծմամբ պայմանավորված առաջարկվում է դադարեցնել ոստիկանության օպերատիվ կառավարման եւ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնների գործունեությունը, դրանց տեխնիկական համակարգերն իրենց ամբողջ ծավալով փոխանցել գրասենյակին։ Բացի այդ, արտակարգ իրավիճակների կառավարման տեսանկյունից զուգահեռաբար կառուցվածքային եւ ֆունկցիոնալ տեղափոխություններ կկատարվեն ներքին գործերի նախարարությունում եւ փրկարար ծառայությունում հստակ գործառույթային դիրքավորումներ ապահովելու նպատակով։ Ոստիկանության եւ փրկարար ծառայության ահազանգերի հեռախոսահամարների 102 911 101 փոխարեն առաջարկվում է նախատեսել արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը, որը Եվրոպական միության առավել տարածված եւ բնակչության կողմից առավել ճանաչելի արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամար է։ Այս հեռախոսահամարի նախատեսումը դրական է դիտարկվում նաեւ ՀՀ վիզաների ազատականացման գործընթացում։ Նշեմ, որ 102 911 101 հեռախոսահամարները կշարունակեն գործել, բայց դրանցով ստացված զանգերը կվերահասցեագրվեն նոր հեռախոսահամարին, իրազեկման արշավների իրականացմամբ մենք սահուն այս համարները ընթացքում կհանենք շրջանառությունից, պահպանելով միայն 112-ը։ Օպերատիվ կառավարման գրասենյակի ձևավորումից անմիջապես հետո երկրորդ փուլով աշխատանքներ կտարվեն գրասենյակի կարողությունների զարգացման, ինստիտուցիոնալ կայացման եւ շտաբ բժշկական օգնության կանչերի սպասարկման գործառույթը եւս օպերատիվ կառավարման գրասենյակին փոխանցելու ուղղությամբ։ Միաժամանակ արձագանքի ապահովման ժամկետների կրճատման նպատակով արդի ծրագրային եւ տեխնիկական
լուծումներով, կգործարկվեն ինքնաշխատ ազդարարման կատարելագործված մեխանիզմներ, կբարելավի ահազանգերի տեղորոշման ճշգրտությունը, ահազանգերի սպասարկումը կիրականացվի ըստ դրանց հրատապության եւ կարեւորության, ինչպես նաեւ կնախատեսվեն ահազանգը սպասարկող նոր մասնագիտացված հաստիկներ։ Շնորհակալություն, խնդրեմ կողմ քվեարկել, եթե հարցեր կան, սիրով պատասխանեմ։ Շնորհակալություն, հարցերի համար